Պարոն Սիմոնյան, նախ կխնդրեի ներկայացնել, այսօր ինչ ակնկալիքներով եք եկել քվեարկության եւ ինչ սպասելիքներ ունեք, եւ նաեւ ձեր դստեր հետ եք եկել, ինչ է խորհրդանշում, ինչ է խորհրդանշական պահ կա։ Դե ես միշտ իր հետ եմ գալիս, արդեն որերորդ ընտրությունն է, ու միշտ իր հետ եմ գալի, եթե ինքը իմ հետ գա, հələ ինքը չի քվեարկում, եւ ակնկալիքս այն է, որ ինքը ապրելու է խաղաղ երկրում, հարուստ երկրում, բաց երկրում եւ ես դրա համար ամեն ինչ անելու եմ եւ կոչ եմ անում, որ բոլոր մեր քաղաքացիները նույնպես ամեն ինչ անեն, որ մեր երեխաները ապրեն խաղաղ, բաց, ազատ երկրում։ Պարոն Սիմոնյան, ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում ձայնագրությունների, որոնք վկայում են, որ ուժեղ Հայաստանի եւ Քոչարյանի ուժեղին ընտրակաշառքով քվեարկություններ են լինելու, նաեւ հազարավոր ՀԴ քաղաքացիներ են բերվում ընտրելու։ Ինչ պետք է անել սա չեզոքացնելու։ Դե կարծում եմ մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է եւ ես որքանով որ հետեւում եմ, շատ բացասական ալիք է բարձրանում այդ գործողությունների պատճառով եւ այն մարդիկ, ովքեր որ չէին ուզում քվեարկեին եւ այն մարդիկ, ովքեր որ նույնիսկ տրամադրված էին քվեարկել այդ ուժերին, հիմա կամ զերծ են մնում, կամ շատ ակտիվ գնում են քվեարկելու եւ վստահ եմ, որ բացասական ալիքը, այդ մի 1000 հոգի, 2000 հոգու բերելու բացասական ալիքը եւ Հայաստանի անկախության եւ պատերազմի չլինելու կողմնակիցներին էլ ավելի մեծ խթան է հանդիսացնում, որպեսզի գնան քվեարկեն։ Այտենց ռուսերեն բան կա, ասում են «պալկն ադվուխ կանցախել» է։ Մեդալի երկու կողմ ունի եւ իսկ իրավապահները աշխատում են ու շատ խիստ են լինելու։ Պարոն Սիմոնյան, հենց իրավապահների գործողություններն էլ ուզում եմ անդրադառնալ։ Ընտրություններից 1-2 օր առաջ համատարած խոզարկություններ, վերջակալումներ, դուք չեք կարծում, որ դրանով ցույց եք տալիս ձեր վախերը, իշխանությունը նկատի ունեմ, եւ արդյոք դա ընտրությունից ընդամենը 2 օր, 3 օր առաջ նման համատարած մասսայական խոզարկությունները չի փաստում այն մասին, որ դուք ինչ որ տվյալներ ունեք սոցիոլոգիական, որը ձեր օգտին չէ։ Այսինքն մենք տվյալներ ունենք, դուք այդ տվյալները չունեք, իսկ վախը փող բաժանողների մոտ է, որովհետև գիտեմ, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել, բայց ես վստահ եմ, որ իրանք արդեն գիտակցել են, որ շատ ուժեղ պարտվելու են եւ միասին կարող են իրանք դադարեն զբաղվել քաղաքականությամբ, իսկ պետությունից թալանված գումարները հետ են տալու, որ չկարողանան ընտրակաշառք բաժանել, նոնսենս է։ Ընդամենը 7-8 տարի առաջ մենք պայքարում ենք այն բանի համար, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի։ Կապիկություն է, այդ կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու։ Իրանք գնալու են վանդակ հենց ընտրություններից հետո։ Իրանք հայտնվելու են բանտերում եւ օրենսդրական նախաձեռնությունն էլ արդեն շրջանառության մեջ է դրված այն 7 տարին, 8 տարին ընտրակաշառք տալու եւ բաժանելու համար, դա դառնալու է 10 տարի եւ 9 տարի։ Հենց որ թող շատ վախենան։ Վախենում են այն մարդիկ, ովքեր բանավեճի չեն գալիս, հաղթում են բանավեճից, իրանք են վախենում, ովքեր հայերեն խոսել չգիտեն, ովքեր մտածում են, որ դրսից մարդ պետքա փողով բերեն, որ իրանց համար քվեարկեն։ Մենք ոչ մի բանից չենք վախում։ Պարոն Սիմոնյան, նաև դուք պայքարում էիք, որ երրորդ ժամկետ նախկին իշխանությունը չլինի, եւ դրա համար եկաք դուք իշխանությամբ այդ պայքարով։ Հիմա դուք եք երրորդ ժամկետ ուզում իշխանություն ստանձնել։ Ինչպես հասկանում։ Դուք գրագետ եք։ Ես գիտեմ, որ դուք գրագետ եք, բայց ինչ եք կրկնում անգրագետների նարատիվները։ Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկիր է եւ Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկիր է, Հայաստանի Հանրապետության նույնիսկ այդ պարագայում 2 ժամկետ չի եղել, այսինքն եղել է 2004, այսինքն 8 տարին ոնց եղավ 5 տարվա բանի մեջ երրորդ ժամկետ։ Էլ չեմ ասում, որ պարլամենտական երկիր է։ Պարլամենտական երկիրը ենթադրում է, որ կարա տարին մեկ ընտրություններ լինի կամ 6 ամիսը մեկ ընտրություններ։ Այդ ո՞նց է դա ստացվում, որ դարավ 3 ժամկետ, 4 ժամկետ։ Այդ ինչ է։ Համեմատում եք Սերժ Սարգսյանի եւ նախագահական երկրի տրամաբանությունը պարլամենտական։ Այսինքն Սերժ Սարգսյանն էլ է երրորդ ժամկետի գնացի, Անգելա Մերկելը կամ Մարգարետ Թետչերն էլ է գնացի երբ։ Այսինքն ժողովրդավար երկրների ավանդույթները համեմատեցիք նախագահական։ Ձեզ Անգելա Մերկելի հետ եք։ Ոչ, ես համակարգերի մասին եմ խոսում, ոչ թե ժողովրդավարության, այսինքն այդ ժողովրդավարությունը ինչ է։ Ես ասում եմ, որ պարլամենտական երկրում ընտրություններին վարչապետի թեկնաբար հասկանալ է ինչ եք հարցնում։ Դուք չգիտեք ժողովրդավարության մասին եք Հայաստանի Հանրապետությունում պարլամենտական ընտրությունները քանի տարին մեկ են օրենքով։ Քանի տարին մեկ են, 5 չէ։ Քանի տարի է անցել։
Քանի տարի անցել։ Մաթեմա վերցնում ենք կալկուլյատորը, 8-ը բաժանում ենք 2-ի կամ բաժանում ենք 10-ը բաժանում ենք, ինչ եք խոսում։ Լավ, պարոն Սիմոնյան, դուք նորմալ եք համարում, որ նույն մարդը 3 ժամկետ կարող իշխանության լինել։ Պարլամենտական, ես համարում եմ նորմալ այն ամենը, ինչ որ օրենքով նախատեսված է։ Եթե օրենքով նախատեսված լիներ, որ նախագահան կարող է 3 ժամկետ նախագահել, ես դա էլ նորմալ կհամարեի։ Պարոն Սիմոնյան, բայց եթե ժողովուրդը նորից ձեզ ցանկանա տեսնել որպես իշխանություն, կրկին էլի կառաջադրվի քաղաքացիական պայմանագիրը հաջորդ ընտրություններում։ Ես ում հասկանամ, այսինքն պարլամենտական երկիրը ենթադրում է, որ կուսակցությունը 2 անգամ մասնակցելուց հետո պետք է այլ ընտրությունների չմասնակցի։ Ճիշտ, ես ում հասկանամ, որ անգրագիտությունը, եկեք վերջացնենք այս մասին չի, պարոն Նիկոլ Փաշինյանի մասին 3-րդ Նիկոլ ժամկետում Փաշինյանը կամ որևիցե X մարդ, հա, վերցնենք Ռոբերտ Քոչարյանին վերցնենք։ Եթե իր կուսակցությունը 3 անգամ, ել չեմ ասում 4-րդ անգամ է հավաքնում, 3 անգամ իր կուսակցությունը մասնակցում է, հաղթում է եւ իր ներքին ընտրություններում այդ մարդն է պայմանական քաղաքական լիդերը։ Պետք է զրկենք, ասենք չմասնակցես, մեր օրենսդրությունը այդպես սահմանափակում չունի։ Դուք բերել եք նախագահական Կարելի է վերջացնել։ Դուք բերել եք նախագահական օրինակը, ուզում եք կիրառեք պարլամենտական երկրի օրինակի վրա այն պարագայում, որ նույնիսկ այդ ձեր ասած պարլամենտական երկրի ժամկետները չեն լրացել։ Էլ ինչ պետք է անեք։ Իսկ ն տարով մարդիկ կարող են այլևս։ Ձեր ասածը ենթադրում է, որ եթե համակարգն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն հեռացվեցի, ոչ թե Սերժ Սարգսյանը։ Ոչ, Սերժ Սարգսյանը ստախոս, սուտասան եւ հանցագործությունների մեջ մեղադրվող անձնավորություններ, որը որ նախագահական կառավարման ձևը փոխեց, խափեց, ասեց ես էլ չեմ ընտրվելու, չեմ հավակնելու եւ հավակնեց։ Եվ կրկնում եմ, իմ ու ձեր կարծիքից բացի գոյություն ունի օրենք ասում է, որ դուք լրագրող եք եւ ես չեմ կարող խոչընդոտել ձեր հարցազրույցներին եւ գործունեությանը։ Ուզում եմ 10 անգամ ինձ մոտենաք, ուզում եմ 50 անգամ մոտենաք։ Ինչի մասին ենք խոսում։ Ասեմ ավելին, ես ակնկալում եմ, որ 31 թվին նույնպես Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի տեխնացուն է լինելու։ Հենց որ վերջ ասեք պարլամենտական երկրի բաները նախագահականի տրամաբանության մեջ էլ բան չունեք ասելու, գիտեք որ պարտվել եք, ջախջախվել եք, բերել եք, հա լավ է, որ ինքը բանա, ասենք երրորդ սրոքն է։ Սիմոնյան, իսկ հետ ընտրական process-ներ նախատեսում եք, կանխատեսում եք։ Բացառում եմ, չի կարա տեսման, եթե ընտրությունները ազատ արդար են, ինչպես 18 թվականից սկսած դա տեղի է ունենում, անկախ նրանից թե ով է հաղթում, ոչ կարա տես բան լինի։ Դա բացառում, անհնար բան է, անհնար։ Ինչպես նշեցիք, ընդդիմությունը արդեն դիտի որ պարտվելու է, բայց իրենք արդեն խոսում են հետընտրական զարգացումներ։ Ասում անհնար է դա անհնար է, այսինքն մեր երկրում բաները մեր ժողովուրդը չգիտի ով է ընտրում, ում է ընտրում, ով է ընտրվում, ով չի ընտրվում, պետք է ընդդիմություն թող կարողանա մի հատ նորմալ հանրահավաք անի, ինչ հանրահավաք անում, ազգային ժողովի դեմ հրատապ հանրահավաք արեցին ժամը 12-ին մի երկու ամիս առաջ, բանա ոնց է, ձեր լրագրողներից, ձեր գործընկերներից մեկը մոտեցավ, պարզ չէր, ով է եկել, ինչի է եկել, 35 հոգին էլ կա, մենք կարողանալու, նրանք ոչ կարան հանրահավաք անեն։ Ուրեմն ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անի։ Որևիցե ուժեղ Հայաստանը, Բարգավաճը, չգիտեմ, Հայաստան դաշինքը նույնիսկ եթե միավորվեն, իրանք չեն կարող հանրահավաք անել, չեն կարող։ Վերջին հանրահավաքը մենք բոլորս գիտենք որտեղից ինչ մարդկանցով եւ ինչ տրամաբանությամբ բերված մարդիկ են եւ կրկնում եմ, ասեմ թող հանրահավաք անեն։ Լսեք, ես կոչ եմ անում։ Այո, մարդ էլ չէ, բայց մարդ չեր եկել մեր հանրահավաքին։ Դուք չէիք ասում, որ մեր հանրահավաքին մարդ չեր եկել։ Հիմա կողմնորոշեք մարդ էինք բերել, թե մարդ չեր եկել։ Ուրեմն կոչ եմ անում ընդդիմությանը անպայման հանրահավաք անի։ Մի հատ շաբաթ օր անի, մի հատ մի շաբաթվա մեջ անի։ Ասում չեն կա, ոչ կարողանալու են հանրահավաք անեն, ոչ էլ կարան որևիցե նման բան անեն, որովհետև երբ որ այդ ընտրությունները արդար է անցնում, դա անհնար, իսկ ընտրությունները արդար են անցնում։ Իսկ քարոզարշավի ընթացքից գոհ եք, քանի որ շատ գոհ եմ, որովհետև բոլոր տեղերում, նույնիսկ այն տեղերում, որ ես չէի ակնկալում, շատ ջերմ եւ շատ գիտակից վերաբերմունք ա եղել, մարդիկ հասկանում են, որ ընտրությունը խաղաղության ապագայի մեջ է եւ հետ գնալու, անցյալ գնալու մեջ է, վստահ եմ, որ շատ քիչ են ելնել մարդիկ, ովքեր որ անցյալն են ընտրել։